Արմնուր լրատվականին հայտնի դարձավ, որ Արամուսում 4 ժամվա մեջ 4 քաղաքացիների սպանություն կատարողին Թադևոս Հովակիմյանին կրկին փորձաքննության են ենթարկելու գործը հսկող դատախազը որոշել է բավարարել սպանվածների հարազատի փաստաբան Գոռ Ալոյանի բողոքը։ 4 ամիս է անցել Արամուսում 4 ժամվա մեջ 4 քաղաքացիների սպանության դեպքից, սակայն կրքերը Արամուսում չեն հանդարտվել եւ իրավապահ համակարգը դեռ համայնքում հսկողություն է իրականացնում։ Դեպքը տեղի էր ունեցել Կոտայքի մարզում հոկտեմբերի 12-ին 4 մարդու կյանք խլած տղամարդը Թադևոս Հովակիմյանը, որը արդեն 15 տարի Որսորդական միության անդամ է եւ վերջին տարիներին որսորդական հրացան է ունեցել, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ վերջինս անմեղսունակ է ճանաչվել եւ կարող է խուսափել պատասխանատվությունից։ Արմնուր լրատվականը զրուցել էր Արամուսում սպանված Գևորգ Ղազարյանի տուժողի ներկայացուցիչ Գոռ Ալոյանի հետ, վերջինս պահանջում էր, որ սպանություն կատարողին կրկին փորձաքննության ենթարկեն, որ իրենց կասկածներն ամրապնդվի, թե արդյոք տղամարդն իսկապես ունի առողջական խնդիրներ եւ կարող է խուսափել պատասխանատվությունից։ Արդյունքում փաստաբանի բողոքը բավարարվել է եւ ԿՊ անդամ ներկայացած Թադևոս Հովակիմյանին կրկին փորձաքննության կենթարկեն։ Ստացվում է, որ 4 անձի սպանած Թադևոս Հովակիմյանը, որը անմեղսունակ էր ճանաչվել, կրկին բժիշկների կողմից կզննվի, իսկ մենք կհետևենք քննության ընթացքին։